Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալն։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների եւ այդ ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք տարբեր կրթական ծրագրերի են մասնակցում, վերապատրաստումների բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, եւ դա առաջին հերթին արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ցանկացած խնդիր եւ ցանկացած խնդրեմ չլուծված, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։ Չարված ներդրումների հետևանք։ Որովհետև գիտեք ինչ, այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ եւ գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաեւ, որ առանձին վերծրած գիտելիքը ինքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում եւ ճիշտ համակարգի մեջ։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց։ Ինչու։ Որևէ պատճառ չկա։ Սա այն դեպքն է, կներեք այդ կոպիտ օրինակի համար, 1000 ներողություն այդ կոպիտ օրինակի համար, այդպիսի ասացված կա, չէ, որ ասում են աղվեսի դունչը չի հաշնում խաղողին, ասում է խակա։ Լուսին թռնելը մեզ համար խակա։ Իսկապես խակա։ Որովհետև գարունը նոր է բարձվել եւ միրգը հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ամփոփելով ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, ովքեր զբաղվում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, ովքեր խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները
լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման եւ շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վեր են ածում հանրային արդյունքի ի դեպս հանրային ոլորտում նորարարություններ անելու։ Շնորհակալ եմ շատ։